Թշվախտաբար ստեղծված է իրավիճակը նախ իշխանություն չեմ գնարսել այս շենքի մեջ նստողներուն համար խունտա են ասում։ Այս խունտան, որ Հայաստանի ղեկը իր ցեկը բռնած է, կհատկանշվի մեկ բանով, սուդով եւ գեղձիկով։ Թշվախտաբար իրենց օրոք ստեղծված է այնպիսի իրավիճակը, որ Ալիևը իր Հայաստանի նկատմամբ իր ունեցած նկատումներուն մասին շատ հստակ եւ բացեիպած կխոսի։ Շատ հստակ։ Իսկ իրենք ստանցած են բարդականությունը լղոզելու Ալիևի ըսածներ, որ չէ, այդպես չէ։ Ալիևը իր ներքին լսարանին համար է որ խոսի, ժողովուրդ ջան, դուք հանգիստ կեցեք։ Դուք հանգիստ կեցեք։ Գրեսնեք ժողովրդի վերապերումը սկոնությունը փտացնելու, ժողովուրդը քունի մեջ պահելու, խաբելու, գեղձիկի իրենց քաղաքականությունն է։ Ալիևը մեզի հստակորեն գսե, որ ինչ են իր նկատումները Հայաստանի նկատմամբ, իսկ այս ստախոսները տեսեք ինչեր գսեն։ Սկսելով արտաքին գործ նախարար Ռուբեն Ռուբինյան կամ ազգային ժողովի նախագահ իբրև թե ով որ էր անունը հիմա չեմ հալուզել դալ անհետ բաները։ Այսինքն գեղձիկի իշխանություն է ասիգա։ Մեր ժողովուրդը հակադարձումներ եղան այս օրերին։ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել էր, հիշեցրել էր, որ այն ժամանակ այդ քարտեզի մատնանշած ժամանակաշրջանում անգամ Ադրբեջանը չի եղել։ Այսօր նմանատիպ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։ Դրանք բավարար չեն։ Ոչ, դրանք բավարար չեն։ Ադոնք ստեղծվեցան, երբ որ ընդվզումը ստեղծվեցավ արդեն Ալիևի այդ հայտարարության վրա, ավելի ճիշտ ընդվզումը ստեղծվեցավ իրենց ասենք գեղձիկի, այսօր փորձեցին իրենց լեզուն փոխել, ասել որ չէ, այդպես չէ, հին կարդեսներում մեջ գա Սևան գա, բայց եւ այլն, բայց ադիգա խորքային մոդեցում չէ, ասիկա, իրենց վերապերումը քաղաքականությունը կմնա անել ամեն ինչ բարձրապես ովեսի իրենք մնան իշխանության գլուխ, ամեն ինչ կուզեն օգտագործել, շահագործել իրենց քարոզչության համար, որովհետեւ մնան իշխանության գլուխ, որովհետեւ այս խունտայի ղեկը իրենց ցերկը բայեն։ Մնացածը իրենք չի հետաքրքրել։ Ամեն դեպքում դա կանխատեսելի սցենար է իշխանության պարագայում, իսկ ընդդիմության անելիքներին անդրադառնալով համարժեք գնահատում եք ստեղծված իրավիճակին, ընդդիմության պահվածքը, ընդդիմության քայլերը։ Նկատի դառնանք, որ ընդդիմությունը իր ցերկը չունի գործադիր լծակներ։ Ընդդիմությունը բարձրապես կնա այս հարցերը բարձրացնել, ժողովրդի գիտակցության մագարտակը բարձրացնել, ժողովրդին ցույց տալ, որ իրականում ինչ է տեղի ունենում։ Աս է ընդդիմության ունելիքը, թե ինչքանով կհաջողին, ադի ուրիշ խնդիր է, որովհետև նաև չմոռանանք, որ Հայաստանի դեղեկատվական թաշտի մեջ դիրականը իշխանական կամ իշխանամերձ լրատվամիջոցներն են, որոնք կփորձեն ժողովրդին ուղեղը լվալ, լղոզելով այս երևույթները, շատ հաճախ նաև չեն վարանիր բացահայտորեն ստելու, ինչպես որ նախորդ քանի օրերուն խորհրդարանի լսումներու ընթացքին մենք տեսանք, թե քննչական կոմիտեն, ներքին գործ նախարար, արդարադատության նախարար, ինչպեսի լղոզումներով կփորձեին, բացեիպացած սուդալ կխոսեին իրենց ուղղված հարցումներուն, այնպես որ եւ ասոնք կդարածվին, այս շուտերը կդարածվին, նստված կունենան մարդոց մեջ, դեսագետ կգազմեն, հանրային գարձիկ կփորձեն ստեղծել իրենց շուտերուն շուրջ, ասե